Բարև, լավ դու ասա։ Վերջին սերիան նայեցիր։ Եվ շատ լավն էր։ Զարմացած եմ, հիացած եմ քո դերասանական Վայ, խաղով, որտեվ իսկականից ժամանակներ լինում, որ նենց էիր մտնում կերպարի մեջ, որ ես տեսանի ժամանակ տեքստս մորանում էի նայում էի ոնց ես խաղում։ Դա մենք իրար չենք ճանաչում, որ ասացին մամբանա լինելու քո տղան ֆիլմի մեջ։ Հենց այդ ժամանակներում ես հայտնաբերել էի քեզ առաջի անգամ մի քանի երգ լսում էի, հələ չէի որոշել։ Լավ թե չէ, հանակ եմ իսկականից, բայց հետո որ ասեցին, ես էլ հանգստացա, որտեվ ինչքան գիտեմ, միակ ոչ դերասանները ֆիլմում ես ու դու ենք։ Որ ասեցին рэպեր, հա, ասի դերասան, ասես չէ, ես էլ նույն բանն է, դու մի ասա рэպերները շատ լավ դերասան են։ Հա։ Ցույց տվել, չէ, ժամանակ։ Քո սիրած դերասանը ով է։ Դանիել Դեյ-Լուիսը։ Իմը Սոզջանի Բեկենը։ Օ։ Ու Ալ Պաչինոն։ Իսկ իրանցից ինչ-որ բան վերցրել ես այս քո դերի Բագրատը։ Չէ։ Իսկ դու կյանքում նման ես քո կերպարին։ Կյանքում։ Հա։ Այն կարևոր բաները, որ տենց հիմք են հանդիսանում, չգիտեմ, Խայսյաթի համար, Խայսյաթը հայկական բառ է։ Բնավորություն։ Հա, բնավորության համար դրանք չեն նման բաներ չկան։ Ես հիացած էի քո խաղով։ Մերսի։ Լուրջ եմ ասում, շատ կարևոր է, որ դիմացինը դու հետ որ տեսարան ես խաղում, ինչքան իրանք լավն են, այդքան դու ես հավատում ոնց որ այդ պահին մտնում ես մեջը, շատ կարևոր է։ Ես համ այն զգացի, համ այն զգացի։ Իմ կարծիքով, որտեղ շողացել ես, քո դերասանական բան ունակություններով, որտեղ իրար հետ ունենք տեսարան, այդ այն մասն էր, որ ես ու դու կռվից հետո որ դու ավտոյով գալիս ես, ոնց տփում են, գիշես, դեմքս ճղված, պապայս կամ հա։ Այդ մեր առաջին թվում է տեսանան։ Չէ, ունեցել եմ դրանից հետո տեսան, հա, սկզբերն էր, այդտեղ իմ կարծիքով ամենա այդ նույնի մասասն է, որ դու ոնց խաղացիր իսկական, ես անկախ ինձանից այդ ռեակցիան իսկական ոնց որ խաղացի, ու այդ շատ ստացվեց։ Ես այդ ադաչան զգում եմ էլի քո կողմից, ոնց որ համ դու ես ինձ օգնել, համ ես քեզ։ Չէ, իսկ քո համար բանը ամենա դժվար տեսարանը, որ եղել է, ո՞րն է։ Լացել է։ Որ նկարին նայում էր։ Հա։ Լացելու բա, որտեվ պրինցիպի կարաս տենց բոքսերի դեր տանես ինչ որ պարապես դրա համար, բայց այդ լացելը շատ սպეციფიկ ոնց որ դերասանական հատկություն է, որը ես տենց դերասանական կրթություն չունեի ու ես հիշում եմ որ ռեժիսորը եկավ ասեց, օքեյ, հիմա պետք է լացես, ու ոնց ասի տենց դանդաղ արագ բան, տենց ինչ որ մի քիչ խոսացինք, բայց ես հիշում եմ մի քանի րոպեով առանձնացա ու սկսեցի ինչ որ բաներ փորձել, թե ոնց կլացեի, բայց վերջում ամենա իրականը եղավ այն, որ ես իսկականում ոնց այդ դեմքս ինչ ալում իմ հետ, որ ես իսկականից ասենք այդ բաղը գալիս որ պետք է լացեմ կյանքում։ Ու ես կարծում եմ այդ օրը տեղ ենք մնալու, հասելու են, չէ, լավ չի, նորից, բայց կարծում եմ երկրորդ, երրորդ դուբլից ասեցին նորմալ է։ Ու դրանից հետո, որ այդ կարողացա անեմ, այդ սկզբ մեջտեղներն էր սյոնկեքի, դրանից հետո ասեցի, սա էլ հանգիստ եմ։ Բայց դու արդեն խաղացել էիր 11-ում։ 11-ում ավելի հեշտ է եղել իմ մոտ, տենց նախին վրա տենց շատ ուշադրություն չկար, ուշադրություն որ իմաստուն ասում, որովհետև դերս երկրորդական չէր, ստեղ արդեն հա ինչ որ չափով գլխավոր էր, ստեղ ավելի մեծ պատասխանատվություն էր վրաս ու դրա համար ստեղ մի քիչ ավելի մոտեցումը իմ դերին ավելի լուրջ եղել։ 11-ի դերին էլ մոտեցումս լուրջ եղել բնականաբար, բայց ստեղ հասկանում ես, որ ասենք երկրորդ գլխավոր դերասանը դու ես, չիլից հետո արդեն ավելի լուրջ պետք է։ Իսկ համար ո՞րն էր դժվարը, հենց պետք է տրամադրեիր քեզ կամ ասում էիր, ես կարող եմ թե չէ։ Ես ու դու այդ բանը կանում իրար հետ որ շում վիճում ենք, որ դու ասում ես արի տուն տանեմ, ես ասում եմ չէ, ոբշում։ Հա, այդ որ ասեցիր, հա։ Այդ էր ամենադժվարը երևի, ու մեկ էլ եղել են տեսարաններ, որ ֆիզիկապես դժվար հա տեսարաններ, հա, անձրևը, հա, որ անձրևի տակ այնպես խոսում ենք, այդտեղ որ համ ցուրտ էր, մեզ էլ միջով այդ բանը այտենց
բերին սենց սինիով պաչոտնի քյուֆտա զակուսկի հոնի արախ հիշում ես հա դες գոնե տակն լավ էր բայց վաբշե չոքնեց ջուրը շատ սառներ ու շատ չէ էմոցիոնալ նարեկը ապրի ինքը մենք բան չենք ասում շատ լավ արախ էր իր այդ կապ չունի հա մեկ էլ ֆիզիկապես այդ ու մի հատ տեսարան եմ ունեցել երբ որ տատիս պապիս նստած իրար հետ որ վիճում ենք ու տեսարանի ընթացքում ես տորթ եմ ուտում Ահա հիշում եմ հա այդ ու ոնց որ այնց էր ստացվում, չգիտեմ խի, իրենք նախ Մեսրոպն ու Ամալյան շատ հիանալի դերասաններ են, բայց չգիտեմ խի հենց այդ օրը թարսպես ոնց որ տեքստի հետ խնդիր ունեին, հա մոռանում էին, ես հա ու ես տիպված էի այդ տորթի, հա ու մի 8 դուբլ նկարել ենք, ես մի 8 կտոր տորթ եմ կերել։ Այդ էր դժվար, մեկ էլ իմ բոքսը։ Բայց իսկական էի կպում։ Իսկական էինք կպում իրար, հա իմ քիչ պաստանով կարծել, բայց դու իմ ընկերներ իմ հետ կպում, իմ իսկական ընկերը կյանքում ինքը աշխարհի վերջի սերիան չէ՞ դա։ Ինքը շտանգի աշխարհի չեմպիոն է, ոնց որ իր ամեն մի հարվածը, в общем, մի կերպ էի դիմանում, որովհետև պահ եկա, որ ես իսկականին զգում եմ, հեսա կարող է всё նոկաուտնեմ ու պրոստը որ պարապենեմ երկար ժամանակ սպորտ, ոնց որ դա օգնեց իմունիտետ ունենալ ուդարների հետ։ Ինձ ծիծաղացնում եմ, բայ, որ գալիս եմ տուն ուշ, ասում ես, ուր է իրանա, երկու ժամ քեզ ես ասում, շատ լավ չէ ասում։ Չէ, լավ ես ասում, բնականը, ով որ քեզ չի ճանաչում, քո հետ չի շփվում, հա, իր համար նորմալ է, զուտ ես որ քո օֆսիոնի տեղը շփ, հա, դու կյանքում օրինակ քո իսկական տղուն էլ դու տենց բան չես ասի ինչ ոգելով։ Շատ խնդալու էր, տենց ուր է իրանա երկու ժամանակ քեզ ես ասում, հա։ Մի հատ սենց հարց թույն հետաքրքիր, որ ճամփա գնաս օրինակ, ճանապարհ երկար ճանապարհ պետք է ասես օրինակ տանում թե չէ։ Չէ, ինձ չէ, մի շաբաթ պետք է տեղ հետ ասեմ, մի շաբաթ տենց ճանապարհ ես գնում։ Տենց հա ճամփին զապրավկա բան ընդև գնալ, մի բան վեկալել 2 հոգու դի հետը տանես դերասանական անձնակազմից։ Մեր։ Հա, ու ես ասում եմ ում պետք է ընտրես Աբրահամ։ Okay։ Սոս Ջանի Բեկյան, Մամբա, Հովանես Ազոյան։ Մեկ էլ Նվարդ։ Հովոյի սոսի հետ մոտավորապես տենց բան արել եմ, որտեղ մենք հին ընկերներ ենք, նորություն չի լինի, ու գիտեմ ոնց կվերջանա այդ ամենը, եթե սոսը կամ հավոն կան, բայց Նվարդին ու Աբրահամին լավ ես դու Ես հա Ամալային Գևոին Ազոյան Հովոին այն ախպերներից մեկին որ ախպերներից մեկին այն երկու ախպեր օ ճիշտ է լյով հա թե ինձ բայց կերպարները իրանք չէ հա կերպարները հա դու կերպարներով հա լավ նենց ուրեմն դաս հա ժիվոյ ոնց իրանք կան լյով 100%, որտեղ մենք ճամփին ու Ամալյան ղժալու ենք լիքը։ Ամալյան կհոգնի ճամփին։ Հա, օքեյ, ուրեմն ինձ ու լյովին։ Ու հովոյը արդեն ոնց որ քո կյանքի արև մուտքն է, մայրը մուտնա մոտենում։ Ջնջեկին երես ինչ ասի օրս։ Նարջան շատ շնորհակալ եմ գովասանքների համար։ Նույն բանը ես կասեմ քո մասին ու քո համար ավելի դժվար է եղել, որովհետև նախ առաջինը դու ավելի շատ օրերս ունեցես սյոմշնի հետի մեկ, երկրորդը դու չունեիր ընդհանրապես փորձ ինչ-որ ձեր դերասանական ու ոնց որ սախ ենք ռեպի մեջ, կապ չես ունեցել կարելի ասել, գիտեմ որ շատ ես սիրել, կինոն, նայել ես շատ մեծ։ Հա, փոքր դերեր, հա, ու տենց ռեսկի ինչ-որ կտրուկ փոփոխություն դերասանական կարիերայում ասված ավելի շատ լինի, երկար լինի ճանապարհը։ Իսկ որ առաջարկեն երկրորդ սեզոն որ լիներ, չգիտեմ լինելու է թե չէ, կուզենայիր շարունակեիր որպես քո կերպարով տենց դառնայիր դու բոքսեր։ Հա, ասեմ խի, որովհետև ինք չի լինելու այն առաջին սեզոնի Բագրատը։ Այսինքն եթե այս վերջանար չգիտեմ ուրախ, սաղ լավ է բան, ուրիշ կերպարի մեջ, հա, ուրիշ Բագրատ կլինի բնականաբար։ Մեկ էլ քո նվիրվածությունը քո կերպարին, հիշում եմ ինչ որ պարապմունքի տեսարաններ, որ Պինտերետ մի քիչ sense բաներ ղեյչել էր ներքև ու դու պարապում էիր, խփում էիր ու տենում էիր, որ իսկականից sense ճղվել է արունա գալի ու ասացին նորից մի հատ էլես կողմից դու միջև վերջ ամբողջ քո ուժով այդ ամեն ինչ արեցի, իսկ կողքից ասում եմ
մարդիկ իմանային, որ սա գրիմ չի։ Մերսի։ Շատ հաճելի էր։ Նմանապես։ Կոֆե կա տարածքում։ I'm finished.